Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն, մեր կիրակնօրյա սերտողությանը։ Այս կիրակի մենք շարունակում ենք մեր սերտողությունը նոր կտակարանից նամակ հռոմեացիներին, 7-րդ գլուխն ենք ուսումնասիրում 13-ից 25 համարները։ Եթե առաջի անգամ եք մեզ միանում, ձեզ ասեմ, որ մեր առաքելությունը հիմնված է Աստծո խոսքը բացատրական եւ հերթականորեն սիստեմատիկ կերպով սովորեցնելը։ Մենք աշխատում ենք Աստծո խոսքը սովորացնել գիրք առ գիրք, գլուխ առ գլուխ եւ համար առ համար։ Հեքիաթներ չենք պատմում, ավելնորդություններ չենք ավելացնում, պարզապես տողերը կարդում ենք ու դրա մեկնաբանությունը ներկայացնում ենք մենք։ Սա է մեր առաքելությունը, որպեսզի մենք Աստծո խոսքը սովորենք եւ Աստծո խոսքով աշակերտվենք։ Դա մեր առաքելությունն է։ Եվ ինչպես միշտ բոլորին խնդրում ենք, եթե դեռ չեք հետևորդ դարել մեր Facebook-ի եւ YouTube-ի էջերին, կխնդրենք, որ դա կատարեք, հետևորդ եղեք, հետևեք մեզ, լայք արեք եւ այլն ու կստանաք դուք տեղեկություն, երբ մեր պատգամները պատրաստ են լինում։ Հատուկ ժամ չունենք, բայց օրերը չորեքշաբթի եւ կիրակի օրերն են տեղի ունենում։ Եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք քո խոսքերի համար, շնորհակալ ենք, որ Սուրբ Գիրքն ունենք, Աստվածաշունչը, եւ դու մեր հետ խոսում ես Աստծո խոսքով։ Շնորհակալ ենք մենք այս գրքի համար, Տեր Աստված, Սուրբ Հոգու համար, որ գրե պատրաստել է այս գիրքը, եւ գալիս ենք Տեր, որպեսզի սովորենք այսօր, թող Սուրբ Հոգին մեզ դասավանդի եւ աղոթում ենք այս ամենը քո Սուրբ անունով Տեր Հիսուս, ամեն։ Հարգելիներս, մի բան էլ ավելացնեմ, երբ որ դուք այս պատգամը ստանում եք, դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք եւ փոխանցեք, կիսվեք ձեր մտերիմների հետ։ Իհարկե, սկզբից դուք ամբողջությամբ նայեք, հետո կիսվեք ձեր հարազատների հետ։ Եկեք ուրեմն անցնենք մեր սերտողությանը։ Այս շաբաթվա սերտողության վերնագիրն է մեղքին գերի։ Ինչու ենք մենք այսպես անվանել մեր այսօրվա սերտողությունը, որտեղ Պողոս առաքյալը մեզ բացատրելու է, թե մեղքը ինչ դեր է կատարում, որը մենք անվանում ենք բնաստ, հա, մեր մեղավոր էությունը, եւ ինչպես է այդ մեղավոր էությունը աշխատում մեր կյանքում եւ այս մարմնի մեջ։ Առավել եւս ասեմ, բացատրում է Պողոս առաքյալը, թե ինչու է մեզ հարկավոր Հիսուս Քրիստոսը, հա, մեր Տեր Փրկիչը, եւ ինչ կատարեց նա խաչի վրա եւ դրա արդյունքը, հա։ Այսինքն նկատի ունենք Հիսուսով մենք փրկված ենք, Հիսուսին ընդունելով, ապաշխարելով, վերստին ծնունդ ունենալով, մենք մեկընդմիշտ լուծում ենք մեղքի հարցը։ Մենք ասելով նկատի ունենք Հիսուս Քրիստոսն է դա արել, մեզանից հասնում է ընդունել նրան եւ ապաշխարել, որպեսզի փրկվենք եւ երբ որ մեր աչքերը փակենք այս աշխարհում, կբացենք մեր երկնավոր Հոր մոտ։ Պարզ ասած, մեր արժանինքների վրա մենք փրկված չենք, այլ մենք Հիսուս Քրիստոսի կատարածի հիման վրա ենք փրկված, հա։ Նա որպես վերջին զոհ, նա որպես մեր համար մեր մեղքերը, աշխարհի բոլոր մեղքերը վերցնելով իր վրա, նա լուծեց մեղքի խնդիրը։ Մեզանից միայն հասնում է ընդունել նրան։ Եվ պարզ ասած, մակերեսային կամ մշակույթային քրիստոնյա լինելով փրկված չես, ինչպես որ շատերն են հավատում, որ իրանց հայերը, պապերը քրիստոնյա են եղել, հետևաբար նրանք էլ են քրիստոնյա։ Ակումբ չի, ինչ-որ մշակույթային բան չի, քրիստոնեությունը հոգևոր կյանք է։ Եվ այդ կյանքը դժվար է, քանի որ Տերը մեզ ասում է, որ մենք նեղ է ճանապարհը փրկության։ Հետևաբար ասելով չի, ապրելով է։ Իսկ այդ ապրելու ցանկությունը հավատքի մեջ նշանակում է, որ դու զղջում ես քո կատարած մեղքերի համար, հասկանում ես, որ Հիսուսի պետքությունն ունես, ընդունում ես Սուրբ Երրորդությունը, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի եւ պարզապես ընդունում ես Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ։ Այդպես է մեզ բացատրում Պողոս առաքյալը, մեր հավատքը եւ ինչ որ Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսը ավետարանների մեջ խոսել է վերստին ծնունդի վերաբերյալ։ Ուրեմն եկեք անցնենք
7-րդ գլուխ 13-ից 25 համարները ուսումնասիրելու։ 13 համարից սկսած։ Ուրեմն ինձ համար բարին մա դարձավ քավլիցի այլ մեղքը, որպեսի մեղքը առավել մեղավոր երևա պատվիրանի միջոցով, որ բարի է, ինձ մա պատճառեց։ Եկեք 13 համարը ուսումնասիրենք։ Պողոս առաքյալը շարունակում է իր միտքը 12 համարից։ Ուրեմն 12 համարի մեջ գրված է. հետևաբար օրենքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ, արդար ու բարի։ Հետո նոր մեզ բացատրում է ուրեմն ինձ համար բարին մա դարձավ քավլիցի այլ մեղքը, որպեսի մեղքը առավել մեղավոր երևա պատվիրանի միջոցով, որ բարի է։ Այստեղ նորից ինքը վերահաստատում է նպատակը օրենքի, պատվիրանների եւ ինչ նպատակ է դա կատարում։ Պատվիրանները եւ օրենքը տրված է հрьяաներին տրվեց, որպիսի մեղքը շատ հստակ կերպով ցույց տրվի հայլիի նման։ Հա, այդպես կարող ենք հասկանալ։ Երբ որ մենք օրենքը կարդում ենք, տեսնում ենք, որ մենք մեղավոր ենք, հա, որտեղ կետ առ կետ օրենքը շեշտում է մեր բոլոր մեղքերը եւ ինչ չպետք է անենք։ Իսկ այն ինչ որ չպետք է անենք, ցույց է տալի այն ինչ անում ենք, երբ որ մենք մեղավոր ենք։ Պողոս առաքյալի ասածը հենց սա է, որ պատվիրանի միջոցով, որը պատվիրանը բարի է, եւ քանի որ Աստծուց է տրված, ցույց է տալի հայլու նման մեր մեղքը։ Եվ 14 համարի մեջ գրված է, կներեք, նախ ասեմ 13-ի վերջավորությունը ինձ մա պատճառեց, նկատի ունի, որ մեղքը դեպի մահ է տանում։ Եթե Հիսուս Քրիստոսին չես ընդունում որպես Տեր եւ Փրկիչ, մեղավոր էությունը այս աշխարհում, երբ որ կյանքդ ավարտվի, դժոխքում ես հայտնվելու։ Ինչու՞, որովհետև մեղավոր ես, Աստված մեղքը ատում է, եւ եթե Հիսուսին չունես որպես քո միջնորդ փրկության, այսինքն նրա միջոցով փրկվես, չես ունենա հավիտենական կյանք, պարզ ասած։ Աստծո հանգիստը մտնել չես կարող, այսինքն դրախտ։ Դրա համար բոլորին քաջալերում ենք, որ խաղ չի սա, հեքիաթ չի սա իրականություն է։ Իրականություն է ու շատ լուրջ իրականություն է։ Ու կարծում ենք, որ եթե հնարավորությունը կա, այսինքն համոզմունքն է սա մեր, ոչ թե կարծիք, համոզմունքը այն է, որ հենց այսօր, երբ որ լսում ես ավետարանի պատգամը փրկության, ժամանակն է ընդունելու։ Քանի որ Սուրբ Հոգին աշխարհում աշխատում է, մարդկանց վրա աշխատում է, մարդկանց սրտները փորձում է փոխել դեպի ապաշխարության բերել, բայց երբ որ ձայնը լսում ես Սուրբ Հոգու ու մերժում ես նրան, փրկություն չես ունենա։ Ինչքան կարող է Սուրբ Հոգին համբերատար լինել ձեր հետ, մեր հետ, բոլորիս հետ, եթե մենք անընդհատ մերժենք նրան։ Դրա համար տանում է դեպի մահ։ 14 համարը գրած է, որովհետև գիտենք, որ օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ մեղքին վաճառված։ Ու այստեղ Պողոս առաքյալը սկսում է իր բացատրությունը մեղքի գերի լինելու այս հասկացողությունը։ Քանզի չգիտեմ ինչ եմ անում, քանի որ այն չեմ անում, ինչ որ ուզում եմ, այլ այն եմ անում, ինչ որ ատում եմ։ Ուրեմն հարգելիներս, երբ որ մենք ասում ենք մեղավոր էություն, հասկացեք, որ երբ որ մի օրինակով այսպես բացատրեմ, երեխան երբ ծնվում է, արդեն իր մեջ ինքը մեղավոր էությունը ունի։ Եվ երեխուն որ մեկն է սովորացնում սուտ խոսալ։ Երեխան արդեն ինքն իրանով, իր բնազդով, իր մեղավոր էությունով նա լավ գիտի ինչ անի, որ մեղավոր է։ Ինքը քանի որ մեղքի մեջ է, հետևաբար երեխան կխաբի, կփորձի մոլորեցնել եւ այլն, մենք տեսնում ենք դա։ Ես ինքս զավակներ ունեմ եւ ես բոլորին տեսել եմ մեծանալու ընթացքը եւ հասկացել եմ, որ երեխան նույնիսկ նորածին լինելով փորձում է ամեն կերպ իր մեղավոր էությամբ որոշ հատկություններ ունի, որ հետաքրքիր է, տեսնում ես, որ փորձում է մոլորեցնել, ծնողին խաբել, ինչ որ միջոցներով գրավել եւ այլն, ու հետագայում էլ չար գործեր է անում, չարություն է անում երեխան, ու երբ որ հարցնում ես ինչ ես անում, փորձում է խաբել, որ չպատժվի։ Ուրեմն մենք արդեն տեսնում ենք փոքրուց այդ մեղավոր էությունը երեխաների մեջ։ Ու այստեղ Պողոս առաքյալը բացատրում է, ուզում եմ ես
անեմ բարին, բայց անում եմ հակառակը, այսպես բացատրենք։ 16 համարի մեջ գրած է, եւ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, քանի որ մեղավոր էությունը մարդու նրան միշտ դեպի մեղավոր արարքներն է տանում, եւ եթե այն եմ անում, ինչ որ չեմ ուզում, օրենքի հետ համաձայնում եմ, որ բարի է, այսինքն ուզում է ասել, որ հենց օրենքը իր գործը, իր նպատակը այսպես է ծառայում եւ ապացուցում, հա? Ինչպես է դա կատարվում։ Երբ որ ես մեղք եմ գործում, տեսնում եմ, որ օրենքն եմ խախտել։ Իսկ եթե օրենքը եւ պատվիրանն եմ խախտել, ուրեմն հասկանում եմ, որ այն ինչ որ բարի է, որ Աստված տվել է որպես չափանիշ, ցույց տալով մեր մեղավոր անձը, եւ մենք երբեք չենք կարող մեր արժանինքներով հասնենք Աստծո կատարելությանը, չէ՞։ Այսինքն Աստծո կատարելությունը մենք երբեք չենք հասնի, որովհետև երբեք չենք հասնի իր չափանիշներին։ Օրենքը հետ է մեզ ապացուցում, եւ օրենքը պետք է գար մինչև Հիսուս, որովհետև օրենքը ապացուցեց, որ չեք կարող հասնել Աստծո չափանիշներին, նրա նշաձողին, նրա կատարելությանը, հետևաբար ես ուղարկեցի իմ որդուն, եւ իմ որդին վերցրեց մեղքերը աշխարհի, խաչվեց եւ հարություն առավ ու մեզ տվեց փրկության միջոց։ Շնորհով ենք փրկված, ոչ թե արարքներով։ Սա է գլխավոր միտքը նամակ հռոմեացիներին, իմիջայլոց ասեմ։ 17 համարի մեջ շարունակում ենք, գրած է, ապա ուրեմն այն ոչ թե ես եմ անում, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Հավելում է նորից այս բնազդի մասին, մեղավորեության մասին է խոսում։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն իմ մարմնում բարի բան չի բնակվում, քանի որ իմ մեջ ցանկանալը կա, բայց բարին գործելու կարողությունը չեմ գտնում։ Ուրեմն հարգելիներս, երբ որ մենք, այսինքն նախքան Հիսուսին ընդունելը, նախքան ապաշխարելը, նախքան վերստին ծնունդ ունենալը, մեր միակ ուղղությունը այն է, որ մեղք գործենք։ Աստված մեզ խիղճ է տվել, որ գոնե մեր սանձերը քաշի ինչ-որ չափով, որ մենք կարողանանք հասկանանք, որ մեր արածները, արարքները ընդունելի չեն, եւ ինչպես որ ուսումնասիրեցինք նախկին գլուխների մեջ, նամակ հռոմեացիներին, գիտենք, որ հեթանոսներին Աստված խիղճը տվեց, որ խղճի միջոցով կառավարի նրանց։ Գոնե արգելի միջոց լինի արգելքի, սանձերը քաշելու այս հասկացողությունը խղճով է դա կատարվել։ Բայց այս պահին Պողոս առաքյալը բացատրում է իմ մեջ բարի բան չկա։ Այսինքն ես ինքս իմ արժանինքներով կարամ բարի գործեմ, ոչ։ Եվ իմ արժանինքներով ես կարող եմ փրկվել, ոչ, ես կարող եմ Աստծո չափանիշին եւ նրա նշաձողին հասնել, իհարկե ոչ։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում որ միայն Հիսուս Քրիստոսով է մեր փրկությունը։ Ու դրա համար ես կարող եմ ասել շատ հստակ կերպով, որ ով որ մեզ քարոզի, որ ասի պետք է այսինչ այնինչ արարքներն անել, որպեսզի կամանց վերափոխվենք Հիսուսին նմանվենք ու դրանից հետո միգուցե մենք դրախտ կհասնենք, տենց հասկացողություն չկա։ Պարզ ասած, սրբության ընթացք մենք ունենք, որ գնալով նմանվենք Հիսուսին, բայց երբեք արարքներով մենք չենք կարա միալ նիշ հավաքելով ու ասենց հավաքելով վերջում մենք հասնենք այն աստիճանի, որ միգուցե Հայր Աստված մեզ կթողի, որ մենք դրախտ գնանք։ Հասկացողությունը տենց չկա, որտեղ մեզ Աստծո խոսքը դա չի սովորեցնում։ Այստեղ պարզ գրած է, եթե մենք մեր մեջ բարի բան չկա եւ մենք մեր արժանինքներով չենք կարա, բա ինչպես ենք փրկվելու։ Իսկ այդ փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է, որտեղ շնորհով ենք փրկված։ Հիսուս լուծեց մեղքի խնդիրը մեկ ընդմիշտ։ Շարունակենք 19 համարի մեջ գրած է, որովհետև անում եմ ոչ թե բարին, որ ուզում եմ, այլ անում եմ չարը, որ չեմ ուզում։ Դες մեր մեջ նույնիսկ ապաշխարությունից հետո դեռ մենք շարունակում ենք մեր մեղավոր անձի հետ պայքարել։ Բայց մեզ Աստված ինչ է ասում Պողոս առաքյալի միջոցով, Եփեսացիների նամակի մեջ, որ մեր զրահը, մենք Աստծո զրահը պետք է մեր վրա վերցնենք, որպեսզի մենք ամեն օր աղոթքով եւ Տիրոջը նվիրվածությամբ աշխատենք դեպի Տիրոջը նվիրված լինելով, աղոթքով պայքարել մեր մեղավոր անձի դեմ։ Ամեն օր պետք է խաչը հանենք մեր մեղավոր անձին, քանի որ
այս պայքարը շարունակվելու է մինչև որ մենք ստանանք փառավոր մարմինը, այսինքն դա կլինի Հիսուսի երկրորդ գալուստի ժամանակ, երբ որ ովքեր որ մահացել են հարություն կառնեն, կմիանան Հիսուսին օդի մեջ, իջնեն նորից այս աշխարհ, հազարամյակը Հիսուս Քրիստոսով կառավարելով այս աշխարհում, այդ ժամանակ, երբ որ հարություն առնի մահացածը եւ ովքեր որ կենթանի են, նրանք էլ հափշտակվեն միանան Տիրոջ, այն ժամանակ վերափոխումը կլինի եւ կունենանք փառավոր մարմինը։ Այդպես է մեզ Սուրբ Գիրքը սովորեցնում։ Եվ 20 համարը շարունակենք։ Ուրեմն, եթե անում եմ այն, ինչ ես չեմ ուզում, այլևս ես չեմ անում։ Սա նորից խոսում է մեղավոր էության մասին, որովհետև ինքնաբերաբար մեր մարմինը, մեր մեղավոր անձը աշխատում է այնպես, ինչպես որ պետք է, որպես մեղավոր էություն, հա, այդ բնազդի առումով եմ ասում։ Շարունակենք, այլ իմ մեջ բնակվող մեղքը։ Երբ ես ուզում եմ բարին անել, հետևելով օրենքին, չարն եմ անում։ Այսինքն խոսում է նորից շեշտեմ պայքարի մասին, որ մենք մեր մեջ ունենք մեղավոր անձի դեմ։ Պետք է աչալուրջ լինենք, ամեն օր մենք փնտրենք Տիրոջից իր զրահը ընդունելով, սաղավարտը, վահանը, սուրը եւ այլն բոլոր այն առարկաները, որ Տերը մեզ նշում է, բացատրում է, որ ամեն մեկը ինչ դեր է կատարում հոգևոր պատերազմի համար, վերցնենք մեր վրա իր զրահը, որպեսզի պաշտպանվենք եւ պայքարենք մեր մեղավոր էության դեմ։ Եթե մենք Աստծո խոսքը չկարդանք, չաղոթենք, ուշադիր չլինենք, աչալուրջ չլինենք, լուրջ չլինենք մեր հավատքի նկատմամբ, պարզապես կընկնենք։ Սա է իմաստը եւ ուշադրությունը եւ կարեւորությունը, որ հավատքի կյանքը լուրջ ընդունենք մենք։ 22 համարի մեջ գրած է, որովհետեւ ես Աստծո օրենքը հավանում եմ ըստ ներքին մարդու։ Այսինքն սա խոսում է ավելի վերածնունդ ունեցած նոր մարդու մասին, բայց իմ անդամներում ուրիշ օրենք եմ տեսնում, որ պայքարում է իմ մտքի օրենքի դեմ եւ ինձ գերի է վերցնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է։ Այսինքն խոսում է, նորից ասեմ, այն պայքարը վերստին ծնունդ ունեցած մարդու, ապաշխարած մարդու նոր մարդ էությունը այդ մեղավոր մարմնի եւ էության պայքարի միջև։ 24 համարի մեջ գրած է. ես ինչ թշվար մարդ եմ, մահվան դատապարտված այս մարմնից, ով կազատի ինձ։ Ահա, տեսեք, հիմա արդեն վերում է վերջնակետին։ 25 համարի մեջ էլ գրած է. Աստծու շնորհակալ եմ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Բարեկամս, սխալվելու, շփոթվելու պետքություն ընդհանրապես չկա։ Մոլորվելու պետքություն ընդհանրապես չկա։ Մեկ է ճանապարհը փրկության, մեկ է միջոցը փրկության, Հիսուս Քրիստոսն է։ Արդ ուրեմն ես ինքս մտքով Աստծո օրենքին եմ ծառայում, իսկ մարմնով մեղքի օրենքին։ Հարգելիներս, Հիսուս Քրիստոսով է, որ մենք փրկություն ունենք, Հիսուս Քրիստոսով է, որ մենք ունենք ազատագրում, հենց այսպես այս բառը օգտագործենք, ազատագրված ենք մեղքից, մեր մեղավոր էությունից, հին մարդուց Հիսուս Քրիստոսով։ Քանի որ երբ որ Հայր Աստված մեզ տեսնում է իր որդու Սուրբ Այրան միջոցով, տեսնում է իր որդու կատարած հրաշքի միջոցով, որ նա խաչի վրա ելնելով այն նույն պատկերը կատարվեց, ինչպես օրենքի մեջ է գրված, որ մեղքի դեմ մեկը պետքա զոհաբերվի։ Եվ հին օրենքի մեջ, անշուշտ կարծում եմ շատերը գիտեք, զոհ էին մատուցում, որպեսզի մաքրվեր, սրբվեր մեղքերը, բայց քանի որ այդ կենթանին, որ օգտագործում էին զոհի համար, այն ուժը չուներ, որ մեկընդմիշտ մեղքի հարցը լուծեր, անընդհատ արյունաթափություն էր լինում։ Հիմա Հիսուս Քրիստոս միածինը, որդին Աստծո, որ եկավ եւ վերցրեց աշխարհի մեղքերը իր վրա,
Նորից եմ կրկնում, մեկը միշտ լուծեց մեղքի հարցը։ Տեսեք ինչ է ասում մեզ նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 10 համարները, որպեսզի ձեզ հաստատ կերպով այն համոզմունքը տամ, թե ինչպես ես փրկվում։ Գրված է, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Չի ասում արարքներով, չի ասում այստեղ ինչ որ այսինչ այնինչ որոշ ավանդույթներ կատարես, որ փրկվես, նման բան չկա։ Ու շարունակում ենք 10 համարի մեջ գրած է, քանի որ սրտով հավատում են արդարանալու համար, եւ բերանով դավանում են փրկության համար։ Հարգելիներս, վերափոխումը սրտում է կատարվում, ապաշխարությունը սրտով է կատարվում, բերանով էլ դավանում ենք, որ փրկվենք։ Ուրեմն հարգելիներս, միայն Հիսուս Քրիստոսն է միջոցը փրկության։ Եթե այսօր դու չես ընդունել Հիսուսին, մի մնա մեղքին գերի։ Զորացի Հիսուս Քրիստոսով, առաջնորդվի Սուրբ Հոգով եւ աղաչի Տիրոջը ասելով. Հիսուս, ես գիտեմ, որ մեղավոր եմ, ես խնդրում եմ ներես իմ մեղքերը, ընդունում եմ Հիսուս քեզ որպես Տեր եւ Փրկիչ, ընդունում եմ քեզ իմ սրտում եւ խնդրում եմ իմ անունը գրես կյանքի գրքի մեջ։ Աղոթում ենք ապաշխարության համար եւ աղոթում ենք, որ այս կյանքից հետո, մահից հետո ես հայտնվեմ քո մոտ դրախտում որպես փրկված զավակ քո։ Այսքանն է ընդամենը։ Հիմա ինչպես կձևակերպեք ձեր բերանով, ձեր խոսքերով դուք ասեք, ձեր լեզվով ասեք պարզապես եւ Տերը կլսի, հավատարիմ է նա։ Հայր Աստված այնքան սիրեց աշխարհը, որ ուղարկեց իր միածին որդուն։ Ուրեմն այդքանից հետո ով կարող է ասել, որ մեր արժանինքներով ենք մենք փրկված։ Հույսով եմ այսօրվա պատգամը ձեր համար օրհնանք էր, Տերը թող ձեզ օրհնի։ Ամեն։